Փետրվարի 23-ը խորհրդային օրացույցում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում։ Այդ օրը դարձավ հայրենիքի պաշտպանի օրը։ Տոնը խորհրդանշում էր բանակի հզորությունը եւ ժողովրդի միասնականությունը եւ խաղաղ երկնքի պաշտպանության պատրաստակամությունը։ Ես ծառայել եմ 75-77 թևերուն։ Գերմանիա եմ ծառայել, հաշունքն եմ գնացել, 6 ամիս չեպկայի եմ եղել 6 ամիս, հետև 6 ամիս հետև գնացել ծառայել եմ Պեխոտնի պոլկ, այդ ման կոչվիր։ Ոբշեմ ծառայությունը շատ լավ էր, ես շատ գոհ եմ այդ ծառայությունն։ Ինչ-որ կյանքի դպրոց էր։ Հետագա կյանքում ավելի հեշտ ամեն դժվարություն տանելու համար մարդը պետք է երիտասարդը պետք է բանակ ծառայի։ Կյանքի դպրոցը բանակը։ Այնտեղ տարբեր ազգություններու հետ կծառայեինք, հեչ նշանակություն չունիր դա եւ ինչ ազգության մարդ է, սաղ իրար հետ լավ էինք, ես վատ բան չեմ տեսել, ասենք իրար մեջ կեռիվ կամ ասենք ինքը այս ազգն է, դու այն ազգն ես, ես այդ ձևի բան չեմ տեսել։ Հետև մեր 6-7 ամիս Գերմանիայով բերին մեզից Հելինա կոչվիր էլի, իք էի վարորդեի, եկանք Հելինա, Կրասնոդար, Ուկրաինա, Ղազախստան, 2 ամիս այդ տեղ ենք եղել, հետև նորից ետ գնացինք։ Սկզբեն ծառայել եմ այդ Բերլինու տագն էր, Բրանդենբուրգ կոչվիր, մոտավորապես 50 կիլոմետր հեռու այդ ուչևկան։ Հետո տարան այն արևմտյան Գերմանիային սահմանը Գոտա քաղաքը, 60,000-նոց քաղաք էր, շատ մաքուր, շատ լավ երգիր էր, որ կհիշիմ, անընդհատ միշտ կհիշիմ այդ բանակի ծառայությունը, շատ գոհ եմ եղել, դժգոհ չեմ, այդ սովետական բանակ են։ Այն կային օրա դետորշչինագը կոչվի ինչ ասած, ես այդ բաները չեմ տեսել, ոչ ինձի են ճանշե, ոչ ես ուրիշին եմ ճանշե, նորմալ ամեն ինչ եղել է։ Հիմիկվա բանակը, օրինակ Վրաստանի բանակը, ասենք, ես էսիկ ինքը երևի ուսանողներուն կյանք ավելի դժվար էր սովետին ժամանակ, քան հիմիկվա բանակին կյանքը, ես այդ ձևի է, երբ միշտ տունն են, հեչ, ես ասենք, այդ ձև ես չեմ հաշվել բանակ, ես այնտեղ 2 տարի, լարիվ 2 տարի, ոչ զանգել կար, ոչ տեսնել կար, լարիվ հոկտեմբերի 28-ին գնացել եմ 75 թևի բանակ, ուղիղ հոկտեմբերի 28-ին տուն եմ մետել, մեր տունն եմ մետել 2 տարի բացարձակապես, մեր նամակ կգարենք, նամակով գիտենանք, մենք իշխի ենք, տունն իշխի են, այդ ձևին էր։ Հիմիկվա բանակը խաղուպար է, բանակ չէ, իմ կարծիքով սեդման է, ինչ բանակ։ Այնտեղ այն դժվարությունն է կար, լավ բանն է կար, դժվարություն կար, բայց edік տարել ենք ու շատ գոհ եմ, հեչ դժգոհություն չեմ հայտնել բանակին դժվարությունն են։ Շատ հետագա կյանքից շատ ինձի պետք եկավ, շատերն կային այնտեղ իրենց մասնագիտություն սորվեին, մասնագիտություն ձեռք բերեին, հետև գուքային այդ մասնագիտությունով կապրեին, այստեղ կաշխատեին, այդ ձևի բաներ կար։ Ճիշտ է ինձ հետ այդ բանը չէ, որ մասնագիտությունս ենք ես ձեռք բերեմ, բայց ընդհանրապես լավ էր, քեսան դժգոհ չեմ ես բանակ են։ Հիմի այն ժամանակ որ կծառայեինք, նույնիսկ էլի 730 օր էր 2 տարին, այդքան էր, ասենք եփ անցնի տուն երթանք ես տուն, բայց եկանք տուն, ինչ որ դասին քաշկա չականք այնտեղ մենայինք, էլի այդ ձևին էր, հիմի որ կհիշեմ, կյանքից լավ օրերը մեկը եղել է բանակի ծառայությունը, նախ երիտասարդ էինք, հետև էլի տարբեր ազգության մարդու հետ կշապվիս, իրենց ազգության իկը պատմեն, նիստուկացը, այնտեղ ուզբեկ կար, բելարուս կար, բան կար, ոբշեմ հետաքրքիր էր էլի։
Խորհրդային բանակը համարվում էր հզոր և անպարտելի ուժ, որի գլխավոր առաքելությունը հայրենիքի սահմաններին պաշտպանությունն էր։ Զինվորական ծառայությունը պատիվ էր յուրաքանչյուր երիտասարդի համար։ Փետրվարի 23-ին շնորհավորանքներ էին հղվում զինվորներին, սպաներին և բոլոր տղամարդկանց որպես հայրենիքի պաշտպաններ։ Կազմակերպվում էին հանդիսավոր միջոցառումներ, հնչում էին հայրենասիրական երգեր, ընդգծվում էր կարգապահությունն ու մարտական պատրաստվածությունը։ Տարան բանակից էշիդակ տարան Բալաշով, տարին շկոլա սորվա, Բալաշով, շոֆեր մեխանիկ, որ երթային չաստիրը իր եկամսվա սալդտներուն շոֆերություն սորվեցնեն։ Ենեպ ինձի բեղտ վիճակես գնացի Բելարուսիա, հանգա տրանսպորտնի հրոտ, տորի վերջի ծառայությունես շոֆեր եմ աշխատե։ Օդեսայի եմ եկե Բելարուսիայի մաշինով, občan vurdegor kaman ikali տեղափոխում գալենար մեր չաստը կերտար տեղափոխեր գալիր օրես 5 ամսով 6 ամսով չաստը չի ելնա ինձ այդ ծառայողները 2 տարվա տուն եկան իսկ ես չաստը չալելու համար 3 տարի ու կես ծառայեցի թողնեին առաջ մինչև նոյեմբերի մեջ իսկ ինձ չթողին հունվար փետրվարի 12-ին նոր թողին այդ վաղտը արդեն էլ եկա չաստ արդեն բարիկազ նեգելով 10 հոգի երտանդի իստե որից մեջ անգա եկա տուն դյայն ծառայություն շոֆեր եմ աշխատի ես հետևե եկել հուս շոֆեր եմ աշխատի Փետրվարի 23-ը խորհրդային հասարակության մեջ ձևավորվում էր հարգանք բանակի նկատմամբ և վստահություն երկնքի պաշտպանական ուժի հանդեպ։ Այդ օրը ևս մեկ անգամ հիշեցնում էր, որ պետության ամրությունը պայմանավորված է իր զինված ուժերի կազմակերպվածությամբ և ժողովրդի համախմբվածությամբ։